Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները պարզվում է ոչ միայն կենաց մահու պայքարեն Նիկոլ Փաշինյանի համար, այլև նրա դրսի կառավարիչների։ Գիտեք, մինչ այս անընդհատ կասկածներ են հնչել, որ այս կառավարությունը ղեկավարվում է դրսից, ու շատ է խոսվել, որ պետք է իշխանափոխությունից հետո դատախազությունը դա պարզի։ Ուղիղ տեքստով են այնպիսի բաներ հայտարարում, որ այլ բան չի մնում մտածելու։ Տեսեք։ Բոլոր հարցումները այն մասին են, որ արդար ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չունի։ Զաննազան գործողությունների արդյունքում, խոստումների չկատարում, Արցախի հանձնում, եկեղեցու վրա հարձակում, թոշակիչ բարձրացնել, 5000 զոհ տալ, կոռուպցիայի եւ այլն, մարդիկ հիասթափվել են ու ընդհանրապես մարդիկ հոգնում են 2 ժամկետից ավելի նույն դեմքը տեսնելուց։ Մեզ հաճախ է հետաքրքրում հարցը, լավ, ո՞րն է Նիկոլեն ցույցը, որ համ ուզում են ընտրվել, համ էլ բաներ են անում, որոնք չեն ողջունում անգամ իր ընտրողները։ Օրինակ եկեղեցու վրա հարձակումը։ Չէ՞ որ սրանք քվե բերող քայլեր չեն եւ ճիշտ հակառակը։ Պարզվում է, դրսից թելադրողները ինչ որ լուծումներ ունեն։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում աշխատող Արարատ Միրզոյանը գնում է Բրյուսել, քաղաքական նախաճաշի։ Մեկ էլ դրանից հետո Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարում է. Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Էս ինչ է, ուղեղդ կախում է։ Արտաքին ազդեցությունը քո երկրից դուրս քո պետության մեջ գործընթացների վրա ազդեցությունն է, այսինքն այն, ինչ անում է Եվրամիությունը։ Հայաստանը արտաքին ազդեցություն է խնդրել արտաքին ազդեցությունը կանխելու համար, աբսուրդ չէ։